Ողջույն, ես Մկրտիչ Իսրայելյանն եմ։ Մոտավորապես 1 տարի առաջ, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել Տավուշի մարզի որոշ հատվածներում սահմանազատում իրականացնելու շուրջ, ընդդիմությունը միանգամից հասավ Տավուշ եւ սկսվեց մեծ մանիպուլյացիան։ Սրբազանները, նախկին իշխանության համախոհները եւ գործող իշխանական ճամբարից ժամանակին դուրս եկած որոշ անհատներ եւ այսօր արմատական ընդդիմադիր դարձածներ սկսեցին հայտարարել, թե հասեք, փրկեք Տավուշը, իշխանությունը պատրաստվում է այն հանձնել։ Հետո այդ մարդիկ Տավուշից քայլեցին դեպի Երևան եւ այստեղ արդեն պարզվեց, որ իրականում այդ մարդկանց նպատակը ոչ թե Տավուշի փրկությունն էր, այլ իշխանափոխությունը, կամ ավելի ճիշտ, նախկին իշխանությունների վերադարձը։ Ժամանակը ցույց տվեց, որ Տավուշը ոչ թե հանձնվեց, այլ համեմատաբար ավելի անվտանգ դարձավ եւ խրամատներին փոխարինեցին քշալարերը, որը աննախադեպ իրադարձություն էր թշնամաբար տրամադրված երկու պետությունների պատմության մեջ։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանը ավարտել են խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Իդեպ այս հայտարարություններից հետո որքան էլ տարօրինակ թվա, բայց ջղաձգվեցին Ադրբեջանի եւ Հայաստանի որոշ ընդդիմադիր շրջանակների նյարդերը։ Ադրբեջանի ջղաձգումները ինչ որ առումով հասկանալի են, ինչը չի կարելի ասել Հայաստանի ընդդիմադիր որոշ շրջանակների մասին։ Քաղաքական վերակենդանացման բաժանմունքներից սկսեցին կամաց դուրս գալ այն մարդիկ, ովքեր ժամանակին Տավուշի հարցում իսկական Արմագեդոն էին կանխատեսում։ Այսօր այդ նույն խմբակի անդամները մի քիչ փոփոխված դեմքերով սկսել են հոռետեսական կանխատեսումներ անել խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։ Գրեթե նույն ձեռագիրն ու տրամաբանությունն է կիրառվում, ինչը Տավուշի մարզում։ Ընդդիմադիրները մի կողմից հայտարարում են, որ դեմ չեն խաղաղությանը, սակայն մյուս կողմից էլ հանրության շրջանում խոճապային տրամադրություններ են գեներացնում եւ հայտարարում, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից։ Իրականում խաղաղության համաձայնագրի ստորագրումը հակասում է ընդդիմության եւ այդ նույն ընդդիմությանը հովանավորող այլ երկրների շահերից, որոնք ամեն գնով փորձում են Հայաստանը պահել եռացող կաթսայի մեջ։ Այդ ուժերին անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը միշտ հակամարտությունների մեջ լինի հարևանների հետ, որպեսզի Հայաստանը միշտ ունենա ֆորպոստի կարգավիճակ, որպեսզի հարկ եղած դեպքում Հայաստանին դարձնեն մանրադրամ իրենց մեծ քաղաքական առևտրի ժամանակ, ինչպես դա արել են վերջին 100 տարում։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։